Ով է հայը։ Հայրասպանություն հանուն ինչի։ Մայրասպանություն հանուն ինչի։ Ես չեմ կարծում, թե մեր եկեղեցու վրա հարձակվելով կարող ենք հայրենիք բրգել։ Նա հայերենն անվանեց աստվածների լեզու։ Ծնող, ընտանիք, ես իմ երեխաները, թե ազգ հայրենիք։ Ընտանիքը հայրենիքի եւ ժողովրդի բաղադրիչ մեկ միավոր է ընդամենը։ Ծայրահեղ ազգակործան հայրենազրկման գաղափարախոսությունը դերս խենթեր պիտի կան եւ փորձանք ու պատուհաս դառնան այս ժողովրդի գլխ։ Ձեր առակը ինչ կցուցանե։ Այս են հանուն մեզնից մեր գիտակ Ազգային հայրենիք։ ազգային ազգ հայրենիք Հայաստան չկա։ Մենք պակաս չունենք, աշխարհը պակաս ունի, աշխարհը մեր պակասն ունի։ Ինչու կայծեր վեպի վերջում նորից հայտնվում են Քավոր Պետրոսը, Մուրադը եւ մյուսները։ Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած, բախվում են հավերժ, հաշտ ու ոխերին, անհայտից հսկում, սգում է Աստված։ Հայոց լեզուն հայի հայրենիքն է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք գրականագետ, դոկտոր պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Եվրոպական գիտությունների ակադեմիայի Վոլգանգ Գյոթեի անվան մրցանակակիր Սամվել Մուրադյանին։ Պարոն Մուրադյան, բարև եք եկել, շնորհակալություն այս պատվին արժանացնելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, ողջունում եմ եւ ձեզ եւ հեռուստադիտողներին, շնորհակալ եմ այս պատվի համար, որ ինձ արժանացրել եք։ Մեզ համար է դա պատիվ, լսելու ձեր գնահատականները, ձեր մեկնաբանություններն ու խոսքը, մերօրյա թույլ տվեք ասել մեղմ արտահայտվել, իրարամերժ իրականության մեջ։ Պարոն Մուրադյան, ընդհանրապես այսօր ըստ ձեզ ինչպիսին է հայի կերպարը, ով է հայը, ժամանակակից հայը։ Ես դրա համար պիտի երկար պատմության խորքերը չգնամ, պիտի որպես գրականագետ սկսեմ Ռափայել Պատկանյանի հայ եւ հայություն բանաստեղծության փոքր դիտարկմամբ։ Ով է հայը։ Այդ ձեր հարցն է, չէ՞։ 19-րդ դարի կեսերին Ռափայել Պատկանյան մեծ բանաստեղծը այդ հարցադրումն արել է։ Միթե նա է հայը, որ խոսում է հայ լեզվով, եւ կամ որի մականոնը հանգում է Յան Մասնիկով։ Նա է հայը, ով հագնում է հայի հալավ, հայից գեսներ, տոնական օրերին, զատկի տոներին, ուտում է տոլմա ու փլավ, թերխաշ զուչի ուտում եւ այլն եւ այլն։ Նա ասում է, թե հայությունը չէ արտաքին արարմունք, հայ ծնելդ անգամ չի տար քեզ հայության իրավունք։ Իրական հայը Պատկանյանի համոզմամբ նա է, ով գիտի իր ազգային պատկանելությունը, ով գիտի իր պատմությունն ու մշակույթը, ով պատրաստ է իր անձը զոհել հանուն հայրենի սրբությունների։ Եվ մինչև անգամ հարցադրում է, դու պատրաստ ես տարածել ազգիդ մեջ շքեղարվեստ եւ ուսում, գիտություն, անտանելի ասում է, մահը դու կարող ես տանել ժպտադեմ, այն ժամանակ քեզ հայ կասեմ, իսկ թե փորդ տոլմաներից ու փլավից տրակի, գիծած եղիր ուտելովդ օգուտ չես բերիլ ազգին։ Այս բանաստեղծությունը կարող եմ ես խորհրդատվությունների մղել եւ մտածել այսօրվա հայի մասին։ Տեսեք, մեկ դար առաջ ուրիշ ըմբռնում է եղել,
տար եւ տարուկես առաջ ուրիշ ըմբռնում է եղել, այսօր ժամանակները, հանգամանքները փոխվել են, այսօրվա հայը ուրիշ կացության մեջ է հայտնվել։ Այսօր մենք ունենք եւ նյութական եւ բարոյական կորուստներ, ունենք ապագայի երազանք ու հեռանկար, մի քիչ այդ հեռանկարը, այդ հույսը կարծես թե խախտվել է, կարծես թե մեզ մղում է անորոշության, բայց միևնույն է ելք գտնելը մեր ներկա սերնդի պարտականությունն է, որպեսզի մենք կարողանանք համերաշխվել մեր հայրենիքի հետ, մեր պետականության հետ եւ կարողանանք մեր ղեկը, մեր կյանքի ղեկը ճիշտ վարել եւ հասնել ճիշտ նպատակակետ։ Արժեքների տրանսֆորմացիա, փոփոխություն այսօր չկա։ Մարդիկ ասում են դե ապրել ենք, պիտի վայելենք, էլի, ասենք դե հիմա մի քիչ էլ թող հայրենիքը կորուստ ունենա։ Նայած ով վայելք ասելով ինչ է հասկանում։ Ինչպես է պատկերացնում իր կյանքի իմաստը։ Հայ մարդը այսօր ինչու է ապրում։ Ապրում են նրա համար, որ միայն ուտի եւ վայելի։ Եթե այդպես է նաև աշխարհի մնացած բոլոր մարդիկ։ Միլիարդավոր մարդկությունը կարող է այդպես մտածել, բայց մենք հայ ազգի զավակ լինելով մեր հայության պատկանելությամբ պարտավոր ենք մի քիչ այլ կերպ մտածել։ Մենք պիտի մտածենք մեր ժողովրդի համախմբման մասին, մեր մշակութային արժեքները հանրայնացնելու մասին, նոր զերունդներին ճիշտ դասերակելու հնարավորության մասին, իսկ նոր զերունդ եթե մենք դասերակենք առանց հայոց պատմության, առանց հայ գրականության, առանց հայ եկեղեցու պատմության ճիշտ դասերակությամբ կամ ուսուցմամբ, մենք կձախողենք մեր բոլոր ծրագրերն ու պլանները։ Պարոն Մուրադյան, ինչի է պետք համախմբվել։ Օրինակ, շատ հաճախ լսում ենք տեսակետ, որ այդ այնց հայոց պատմության դեգերումների ու չգիտեմ պատմական Հայաստանների մեջ եք դրա համար էլ իրական Հայաստանը կորցնում ենք, չենք արժևորում։ Այդպիսի մարդիկ իրենք կորած են։ Ասեմ անկեղծորեն։ Որևէ հիմք չկա, թե սա դեմագոգիա է։ Չէ։ Ես չեմ կարծում, թե մեզնից որևէ մեկը ավելի խելացի է, քան Ռաֆին, որ ժամանակին ասում էր, թե այն մարդը, ով չգիտի իր պատմությունը, իր հայրենիքը, իր մշակութային արժեքները չի ճանաչում, նա դադարում է մարդ լինելուց եւ վերածվում է կազմակերպված անասունի։ Կայծեր վեպի առաջաբանում այսպես է արտահայտվել Ռաֆին, սա է ձեր հարցի պատասխանը։ Եվ այսօր թող որևէ մեկը չկարծի, որ 21-րդ դարի 20-ական թվականներին ժամանակները փոխվել են այնքան, որ Ռաֆին հեռացել է մեզնից։ Ոչ, մենք պիտի մի քիչ հետ գնանք եւ զինվենք մեր հոգեվոր, հոգեմտավոր արժեքներով։ Առանց այդպիսի արժեհամակարգի ճիշտ կիրառման, տեղում ճիշտ կիրառման, մենք ոչ մի լավ արդյունքի չենք հասնի։ Նույն Ռաֆին, տեսեք, գուցե Խաչագողի հիշատակարանը, հա, այսօր էլ է ժամանակակից ակտուալ, բայց արդյոք ակտուալ է Սամվել վեպը։ Այդ ձեր հարցը շատ լավ հարց էր։ Նախ մենք Խաչագողի հիշատակարանը ճիշտ չենք կարդացել։ Ֆիլմը, որ նկարել են, դա խեղկատակություն է։ Հա, ֆիլմը հա, բայց Քավոր Պետրոսներն ամենուր են։ Չէ, բայց ով է Քավոր Պետրոսը։ Ով է։ Քավոր Պետրոսը Խաչագող է։ Բայց ինչու է դիմել Խաչագողության։ Որն է Քավոր Պետրոսի նպատակադրումը։ Եվ այստեղ ես ձեզ մի հարց պիտի առաջադրեմ ինքս։ Ինչու կայծեր վեպի վերջում նորից հայտնվում են Քավոր Պետրոսը, Մուրադը եւ մյուսները։ Ինչու։ Որովհետեւ Խաչագողության ամբողջ իմաստը նա էր, որ նյութական միջոցներ հայթայթելով զենք գնեն հայրենիքի փրկության եւ պաշտպանության համար։ Ռաֆու Խաչագողերը մեր առաջին ֆիդայիներն են։ Եվ այդ նպատակով է, որ Քավոր Պետրոսը եւ Ռաֆու ասած, որ ինքը նույնիսկ ասում է, ճանաչում եմ մի Խաչագողի, որ ավանակի նման շարժեցնում էր յուրականջները։ Արծաթ որսալու համար թողնում էր Խաչագողը տուն, հայրենիք, ընտանիք, ամեն բան, որպեսզի կարողանա իրագործել իր բուն նպատակադրումը։
Ինչպես գողացա հնդկած Աստծո աչքերը։ Այդ գլուխը եթե նայեք Խաչագողի հիշատակարանի, կտեսնեք, որ հերոսը դիմում է անկարելի, աներևակայելի արկածախնդրության, որպեսզի կարողանա Հնդկաստանից հարստություն բերել եւ զենք գնել։ Վերջի վերջո սա է նպատակը։ Իսկ Ռաֆու Սամվելի մասին ես կասեմ հետեւյալը, մենք Սամվելը լավ չենք կարդացել։ Թերուսները Ռաֆու Սամվել վեպը լավ չկարդացած մարդիկ, նույնիսկ մանկաբարձներ, նույնիսկ գիտնականներ, ասում են թե ինչ դաժան սպանություն է, հայրասպանություն եւ այլն եւ այլն։ Հայրասպանություն հանուն ինչի, մայրասպանություն հանուն ինչի։ Այս հանուն ինչի ասվածը թող մի հատ մեր ունկնդիրները կամ նրանք ովքեր կարող են եւ հակառակ կարծիքն ունենալ, թող մի հատ ներսուզվեն այդ կնդրի մեջ եւ դիտեն թե Ռաֆու հերոսը վեպի սկզբից ինչ ճանապարհ է անցնում, ինչպես է հանգել նման գիտակցության, ինչի է դիմում նման անձնազոհության։ Եթե Ռաֆին վերցնում է Փավստոս Բուզանդից մի տեղեկություն, ապա որդի մի վահանա անուն Սամվել եղար եւ սատակյաց զվահան հայր յուր եւս որմից դուխտ մայր յուր ասքույր պարսից շապուխ արքային։ Այսինքն Բուզանդի վկայությամբ Սամվել կոչվածը սպանել է իր խորտ մորը, պարսից շապուխ արքայի քրոջը, բայց Ռաֆին ինչու է վեպում պատկերել, որ հարազատ մորն է սպանել Սամվելը եւ ոչ թե խորտ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Սրել է էլի դրամատուրգ։ Սրել է, բայց ինչի վրա հիմնվելով։ Ռաֆին հենց այնպես միամիտ երազող չէր։ Ռաֆու ռոմանտիզմի մեջ մենք պետք է տեսնենք շատ խոր հենց ռեալիստական հիմքեր։ Որովհետև Ռաֆին ինչպես Պարուսևակն է բնութագրել։ Ես դիմում եմ մեծերի օգնության այս անգամ։ Պարուսևակը ասպետորեն անկրկնելի վերնագրով հոդվածում, որ ամենակարճ գրությունն է Պարուսևակի, 1.5 էջ ընդամենը։ Գրել է թե գրոտ բառը նույնքան քիչ է Ռաֆուն բնութագրելու համար, ինչքան բանաստեղծ ածականը Սիամանթոին, որովհետև երկուսն էլ ասպետորեն անկրկնելի են։ Հիմա տեսեք, Ռաֆին ունի նաև ուրիշ աղբյուրներ։ Մովսես Խորենացու պատմության մեջ, Թովմա Արծրունու պատմության մեջ Սամվելը սպանել է իր հարազատ մորը։ Այսինքն հարազատ մորը սպանելու գաղափարը դեռևս 5-րդ դարից Խորենացին արդեն ուղղորդել է, Թովմա Արծրունին հաստատել է։ Սրանք մեր պատմական անցյալի այն մեծ հզոր դեմքերն են, այն հզոր մտավորականներն են, ովքեր ժողովրդի համար ստեղծել են կողմնորոշիչ եւ ուղենիշ գաղափարներ, տեսակետներ, եւ Ռաֆին փորձել է գեղարվեստականորեն համոզիչ դարձնել իր հերոսի արարքները։ Մի անգամ թող փորձի որևէ մեկը խորանալ, համոզիչ են դրանք գեղարվեստորեն, թե չէ։ Հետո նոր մտածի, թե այսինչ վայրենի սպանություն է, ինչպես Հովհաննես Թումանյանն է արել։ Ես այստեղ Հովհաննես Թումանյանի հանդեպ պաշտամունք ունենալով հանդերձ պիտի հակադրվեմ Թումանյանին եւ ասեմ ինչու։ Այսինչ վայրենի սպանություն է, արտահայտությունը Թումանյանինն է, բայց ինքը վերցրել է Սամվել վեպը, այդ վեպի հերոսների անունով կոչել է իր զավակներին։ Նայեք, Թումանյանի Մուշեղ տաղան որտեղից է,
Ռաֆու վեպից է, արտավաց տղան որտեղից է, Ռաֆու Սամվելից է, նվարդը որտեղից է, Ռաֆու Սամվելից է, այսինքն Թումանյանը ընդունել է Ռաֆու մեծությունը, բայց որպես գեղագետ մի պահ կասկածել է։ Տեսեք Շեքսպիրի հերոսներն են սպանվում, բայց նրանք սպանվում են որոշակի իրադրություններում եւ հանգամանքներում։ Հիմա ինչ անենք, Թումանյանը մարդ է մի պահել երևի թե սպանության այդ ձևը իրեն դուր չի եկել։ Պարոն Մուրադյան, իլերում են ձեր ասացի, ես էլ իմ համեստ ձևով փորձեմ սրել հարցը, որովհետև ես ունեմ իմ համոզմունքը, բայց հետաքրքիր է ձեր կարծիքը։ Ընտանիքն է ավելի կարևոր արժեք թե հայրենիքը։ Գիտեք ինչ, հայրենիքը ավելի մեծ համընդգրկուն հասկացություն է, քան ընտանիքը։ Ընտանիքը հայրենիքի եւ ժողովրդի բաղադրիչ մեկ միավոր է ընդամենը։ Եվ հայրենիքը, ժողովուրդը ձևավորվում են ընտանիքների հիման վրա։ Եվ այս պատճառով է, որ Մուրացյանն ասում էր, ազգը զորավոր է յուր ընտանիքներով։ Ամուր է այն ժողովուրդը, ամուր է այն հայրենիքը, որ ունի ամուր ընտանիքներ։ Իսկ ընտանեկան սրբությունը, ընտանեկան հայկական ավանդական հասկացությունները երբեք ինչքան էլ որ ժամանակները փոխվեն, բարքերը փոխվեն, երբեք կասկածի ենթակա չեն։ Եթե մենք ընտանիքը քանդեցինք, եթե մենք ընտանեկան սրբությունները վերացրինք, մեր ժողովուրդը կգնա ուրիշ ճանապարհով։ Այսինքն դա կլինի մեր թշնամիների սրտով։ Մինչդեռ մենք ամուր ընտանիք եւ այդ ընտանիքում մեր զավակներին ընտանեկան ճիշտ դաստիարակություն տալով կարող ենք ձևավորել պետք է ձևավորենք մեր հասարակությունը եւ հասարակությունն էլ իր առողջ մտածողությամբ պիտի սատար կանգնի իր հայրենիքին։ Այդուամենայնիվ, ծնող, ընտանիք, ես իմ երեխաները, թե ազգ հայրենիք։ Երկուսը միասին։ Չէ, կամնա, պարոն Մուրադյան։ Ռաֆին այստեղ սրել է, ասել է այո, ազգ հայրենիքը, պետությունը, ազգ ընկալումը ավելի կարևոր է, քան դավաճան ծնողը։ Հիմա ձեր պատասխանը։ Այս դեպքում Ռաֆուն, եթե մենք ուզում ենք անպայման վկայակոչել, Ռաֆին ճիշտ է իր ըմբռնումների մեջ։ Ռաֆին հենց այնպես մեկը չէ, դա որոշակի ժամանակի, որոշակի մարդկային հարաբերությունների, հասարակական գիտակցության եւ ըմբռնումների ձևավորման մի դարաշրջանի մասնակից է ինքը։ Իր դարաշրջանում Ռաֆին այդպես է հարմար գտել։ Դա է համարել ճիշտը։ Հիմա մենք ունենք մեր դարաշրջանը, մեր ժամանակները, Հայաստանում ապրում է ժողովուրդ, Հայաստանը ունի իշխանություն, որը այլ արժեքներ է քարոզում եւ չեմ ուզում ասեմ ժողովուրդը հաշտ է դրա հետ, բայց որպես մտավորական դուք ինչ կարծիք ունեք։ Օրինակ, նույն եկեղեցու դեմ արշավները, նույն այդ արժեքները, այսպես ասած, իրական եւ պատմական Հայաստանի, ել չեմ ասում կրթական արժե համակարգի մասին, այդ թողնենք։ Գիտեք ինչ, դժվարին հարցեր եք տալիս, որի համար պատասխան գտնելը ժամանակ է պահանջելու։ Հիմա դուք ուզում եք, ես անմիջապես պատասխանեմ, կպատասխանեմ։ Կասեմ, որ ինչ ուզում է լինի, ինչ էլ լինի, համենայն դեպս ես արմատական սխալ եմ համարում այն մարդկանց կարծիքը տեսակետը, թե Արցախյան պատերազմում զոհվածները իրենց կյանքը զոհաբերել են հանուն ոչնչի։ Գիտեք ինչ, դա ծայրահեղ ազգակործան հայրենազրկման գաղափարախոսություն է, որ տանում են ոմանք։ Ես չեմ ասում ով, ինչ, բայց դա գաղափար է։ Եթե օրինակ անհրաժեշտ լինի հայրենիքի համար զոհաբերության, ես կարող եմ հիշեցնել ձեզ Ավետիք Իսահակյանի մտորումը։ Իր 80-ամյակի առիթով Ավետիք Իսահակյանը գրել է մի բանաստեղծություն։ Ախ, ինչքան կուզեի լինել զինվոր հասարակ, հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ անիի հզոր պարիսպների տակ։
եւ հուր վրեժով զարգեի դարեր զարգեի ու բյուր վերքերով ընկնեի վսեմ պարիսպների տակ սիրտս խաղաղվեր հանգչեի հավերժ անեի անմահ պարիսպների տակ տեսեք Իսահակյանը չի ասում հայության ոսողներն ովքեր են Շքեղել է։ բոլոր ոսողները եւ այս հայրենիքի այն ըմբռնումը որ ձևավորվել է մեր գրականության մեջ եւ դասիրակել է սերունդների մենք եթե խախտում ենք մեր գրականության արդեն դարավոր ավանդույթները եւ դեմ ենք գնում Աբովյանին, Պատկանյանին, Բեշիկտաշյանին, Ռաֆուն, Թումանյանին, Տերյանին, Սիապանթոյին, Վարոժանին, Չարենցին, Շիրազին, Պարոլ Սևակին, Ամոսայանին եթե մենք սրանք հանում ենք մեր գիտակցությունից մենք դառնում ենք ոչնչություն մենք դառնում ենք մանկուրտ այնպիսի մեկը որին ինչ հրամայեն կարող է կատարել սպառող այո միայն սպառող որ հիշողություն չունի իսկ Հրանտ Մաթեոսյանն էլ մի ուրիշ կենսափիլիսոփայություն էր զարգացնում չէ հրեն ասում է կովը հանդում արածում է Թորան որդուն ասում է հորթին երեք աչքի առաջ մորթել են այսօր ինքը հանգիստ արածում է ինչի որովհետև հիշողություն չունի իսկ եթե մարդ բանական արարածը օժտված է հիշողությամբ չի կարող մոռանալ իր անցյալը եւ այստեղ ես էդի Պարուլ Սևակին պիտի դիմեմ ասում է ավազը հանկարծ հովազ է դառնում եւ ճանկրտում է մարդկանց աչքերը լպիրշ աչքերը որ մոռանում են իրենց անցյալը Մամուրազյան, բայց հիշողությամբ ապրելը դաժան է, ծանր է։ Ծանր լինի, դաժան լինի, գիտեք, մարդու տեսակի խնդիր կա։ Ազգ նշանակում է տեսակ։ Հայ ազգ նշանակում է հայի տեսակ։ Այդ տեսակը պիտի ապրի իր հայրենիքի, իր պետականության ամրապնդման գաղափարով։ Իր ինքնությունը աշխարհին ցուցանելու վճռական նպատակադրմամբ։ Եթե այդպեսին չէ հայ մարդը, այդ դեպքում նա կարող է լինել չինացի, կարող է լինել կորեացի, կարող է լինել, չգիտեմ, որևէ մեկը։ Ինչու ենք մենք ամեն անգամ փորձում աշխարհին ինչ-որ բան ցույց տանք։ Մենք ինչ-որ պակաս ունենք, մենք ինչ-որ մենք պակաս չունենք, աշխարհը պակաս ունի, աշխարհը մեր պակասն ունի։ Այդ ինչ անհամեստություն է։ Ես ինձ այդ ամեստությունը, անհամեստությունը ես ինձ դուլ եմ տալիս։ Ասելով թող ճանաչեն հայերին Մեզ բրսկտել են, մեր երկիրը մասնատել են, հələ թող մի հատ երևակայությամբ վերականգնեն մեր պետականությունը, մեր հայրենիքի սահմանները թող վերականգնեն, ինչ են խլել մեզնից, ովքեր են խլել, խլողներն ովքեր են։ Այն ժամանակ թող նստենք դեմ դիմաց խոսենք հավասարի իրավունքով։ Թող վերադարձնեն ամբողջ պատմական արևմտյան Հայաստանը, թող վերադարձնեն Արցախը, Նախիջևանը, Ջավախքը թող միավորեն Հայաստանին, հայ ժողովուրդը թող համախմբվի իր հայրենիքում, այն ժամանակ կտեսնենք, թե որ ժողովուրդն է ավելի հզոր եւ ավելի առաջադիմությանը նպաստող։ Մի անգամ դերասան Ազատ Շերենցը Հովհաննես Շիրազին ասաց, թե Շիրազ, քեզնից ավելի մեծ բանաստեղծ են գտել։ Ասաց, ով է Ազատ շփտալով։ Ասաց Բայրոնը։ Բայրոնը ասաց իհարկե մեծ բանաստեղծ է։ Ես սիրում եմ Բայրոնին, որտեղ նա եւ մեծ բանաստեղծ է եւ մեծ մարդ։ Նա հայերենն անվանեց աստվածների լեզու։ Հայերենը Բայրոնն է անվանել աստվածների հաղորդակցության լեզու։ Բայց ասում է, Ազատ ասեց, քանի միլիոն են անգլիացիները, 60 քանի թիվներ։ Ասաց 47-50 միլիոն են մոտավորապես։ Ասաց, հələ մի հատ իմ հետևում կանգնեցրեք 50 միլիոն մարդ, տեսնեմ ես ավելի մեծ բանաստեղծ կերևամ, թե Բայրոնը։ Սա էլ Շիրազյան մեծ ամբողջություն է, չէ՞։ Հա, բայց Շիրազը իրավունք ուներ այդպես մեծամտանալու, ես մեծամտանալն այստեղ ճակերտներում եմ գործածում, որ բարավոր հոսքում ճակերտը չի երևում, այսինքն հակառակ իմաստը չի երևում։
Բայց Հովհաննես Շիրազը խորհրդային ժամանակներում ընդամենը տպված է եղել 30%-ով։ 70%-ով անտիպ բանաստեղծ է եղել Շիրազը։ 70%։ Ինչու չեն տպել, որովհետև Շիրազը գիտեր եւ հрамցնում էր ժողովրդին իր ապրելու գոյակերպը, ինչպես պիտի ապրի հայությունը։ Նա եւ հայոց դանթեականը, Տատաստանամատյան պոեմը, եւ անի, եւ Թոնդրակեցիները, հզոր պոեմները, գիտեք, պոեմ ասելով մենք հասկանում ենք երևի Իսահակյանի Աբուլաղլա Մահարի պոեմի չափով 364 տող, Թումանյանի Անուշի չափով 856 տող։ Երևի դա ենք հասկանում։ Մենք չենք պատկերացնում, որ պոեմը կարող է լինել մի քանի 100 էջ։ Մի քանի 100 էջանոց պոեմ, որտեղ առաջադրի հայության հարատևման գլխավոր պայմանը։ Օրինակ ես մի օրինակ բերեմ, դուք էլ պատկերացրեք հեռուստադիտողներ։ Լուր են բերել 11-րդ դարը, որ սելջուկները նորից հարձակվել են Անիի վրա։ Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքի վրա։ Խորհրդաժողով են անում կաթողիկոսը, Պետրոս Գետադարձը, Հովհաննես Սմբատ թագավորը եւ Վահրամ Պահլավոնի սպարապետը։ Սպարապետ, որ 80 տարեկան հասակում սուրը ձեռքին կռվում էր թշնամիների դեմ։ Եվ խորհրդաժողովում հարց են դնում կաթողիկոսի առաջ, թե ամենահարուստը եկեղեցին է։ Վեհապարտ էր, տրամադրեք ձեր միջոցները քաղաքը պաշտպանելուն։ Բայց կաթողիկոսն արդարանում է, թե այսքան ծերանոց են պահում, այսքան բորոտանոց են պահում, այսքան անգյալանոց են պահում, այսքան կուսանոց են պահում, մինչև այս կուսանոց բառը սպարապետը լռում է, չի խոսում, բայց հենց խոսում է կուսանոց, վեր է թռնում տեղից, ինչ կուսանոց, ինչ բան ասում է, կույս գալիս են, կույս էլ գնում, կույսը պիղծ է, երբ չի ծնում, այն էլ կույսը հայոց ազգի, որ կարոտ է կռվող բազգի։ Սա է մեր ապրելու բանաձևը։ Սրանով կարող է ժողովուրդը հավերժանալ։ Ինչու՞։ Հայ սերունդներ ծնելով, հայության քանակությունը, որակյալ քանակությունը շատացնելով։ Եվ տեսեք խոսք եղավ Շիրազի մասին։ Ես արդեն 80 տարեկան եմ եւ իմ կյանքի գլխավոր գործը համարում եմ այն, որ ինձ հաջողվել է հրատարակել Շիրազի անտիպ ծրագրերը եւ հрамցնել ժողովրդին որպես նրա մեզ թողած անմրցելի հզոր եւ գեղարվեստական եւ գաղափարական իմաստով անմրցելի հզոր ժառանգություն։ Տեսեք, տպագրել եմ Շիրազի կազմած մի հատնտիր 77 թվին ինքն էր կազմել, Սուրեն Աղաբաբյանն էլ գրել էր առաջաբան, բայց չտպագրեցի։ Ես կարողացել եմ դա տպագրել 2012 թվականին։ 2011 թվականին ես հրատարակել եմ Շիրազի Անի պոեմը, որ դրա կյանքի գլխավոր երազանքն էր։ Անի պոեմը տպագրվի։ Հարցնում էին վարպետ, երբ պիտի տպվի ձեր Անի պոեմը, ասեց երևի Անի պոեմը տպվի Անիի տպարանում։ Սրա մի պատասխան էր դա, բայց ինձ հաջողվեց դա տպել։ 300 քանի էջանոց պոեմ։ Ես հրատարակել եմ Թոնդրակեցիները պոեմը 2014 թվականին։ Այդ պոեմից էր հիշածս հատվածը, Թոնդրակեցիները պոեմից։ Ես հրատարակել եմ Հուշարձան հայրիկիս գիրքը, որ Շիրազը կազմել էր ինքը եւ չէր հաջողվում, չէր կարողանում տպագրել։ Ես հրատարակել եմ անտիպ էջեր խորագրով գրքերի շարք, արդեն 5 հատոր տպագրել եմ եւ 6-րդ հատորի վրա եմ աշխատում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ,
դասախոսի այց, ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Մուրադյան, կներեք, այդ չափազանց կարևոր է, ես չի որ պիտի այդ գնահատականը տամ, հա, դա սերունդների համար այսպես անանց արժեք է։ Բայց արդյոք գորականագետը, մտավորականը, մանկավարժը պիտի սենց բացառապես իր մասնագիտական գործունեությունը ծավալի, եթե երկրում իրադարձություններ են, որոնք խարխլում են պետականության հիմքերը։ Ես շատ մեղմ եմ արտահայտվում։ Նստեցնում են բարձրաստիճան հոգևորականների, մեքենասների, բարերարների, լկտի, ցինիկ, բռնապետական դրսևորումներ է տեղի ունենում, կորցվում է հայրենիք ու ավելին ճանաչվում է դա ոսոխի տարածքի մաս։ Սրա մասին պիտի դիրքորոշում հայտնվի, թե ոչ։ Ինչ միություն ասես ունենք։ Այդ միությունները եւ ձեր ասած խիստ բացասական նեգատիվ երևույթները դժբախտաբար կան։ Մենք չենք կարող աչք փակել դրանց առաջ։ Դանթեի նման իտալացի վիճխարի մեծությունը իր դժոխքում հատուկ տեղեր հատկացրել ժամանակի հասարակական քաղաքական կյանքին չմասնակցողներին։ Նրանք պիտի դժոխքի արժանան։ Անտարբերներին, այո։ Եվ հիմա, երբ որ մենք նայում ենք մեր շուրջը ստեղծված մեզ համար իրոք անընդունելի իրավիճակներին, ես օրինակ իմ երազանքի հետ եմ հակադրում եւ համեմատում ու հակադրում։ Ինչը ես կուզեի ունենայինք ամբողջական հզոր հայրենիք իր մեծ պատմական տարածքների ընդգրկումով, ես կուզենայի ունենալ միասնական հայ ժողովուրդ եւ ոչ թե Եղեռնի կամ աշխարհի մեծ տերությունների կամքով ու չարենցը կասեր Եղեռնի թաթով ծրված աշխարհով մեկ ցյուրք, ես կուզեի դրանք համախմբված լինեին մեր հայրենիքում, բայց այսօր ունենք այնինչ ունենք։ Ինչ եք կարծում, չպիտի երազենք մեր ամբողջացման մասին, մեր ամրության մասին, մեր հզորության մասին, հայապահպանության մասին, մեր լեզվի պահպանության մասին, որը կորցնելուց հետո, ինչպես Վաղամերիկ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն էր ասում, որը կորցնելուց հետո այլևս ոչինչ չենք ունենա կորցնելու։ Սրանք մտահոգիչ հարցեր են։ Հայ մարդը, մանավանդ մտավորականը, չի կարող չմտահոգվել այս կարգի խնդիրներով, բայց ո՞րն է ելքը։ Ես այնքան իմացնում չեմ, որ անմիջապես ելք առաջարկեմ, այսպես անենք լավ կլինի։ Ես գիտեք, այսպիսի մի կարևոր խնդիր էլ կա։ Ես երբ ուսումնասիրում էի Երվանդոտյանի ստեղծագործությունը, աչքի զարնեց մի շատ կարևոր բան։ 1900 թվականին Արփիարյանը, որ Լոնդոնի նոր կյանք պարբերականի խմբագիրն էր, եւ Հնչակյան կարևորագույն գործիչներից մեկը։ Եկել էր Եգիպտոս, իսկ Եգիպտոսում Երվանդոտյաններ Պողոս Նուբար Փաշայի շարաբաց կոչված ագարակում ընդամենը Երվանդոտյանը հաշվապահ տոմարակալ էր։ Հաշվապահ էր մասնագիտությամբ, աշխատանքի բերումով, բայց մեր մեծագույն գրողներից մեկը չէ, հզորագույն երկիծաբան, նույնիսկ տեղ ավելի քան Պարոնյանը։ Առանց չափազանցության, ես սա իմ մասնագետ եմ ասում, կարող են ինձ հակադրողներ լինեն, իրենց գործն է։ Դոկտորական ատենախոսության թեման է եղել Օծյանը, ես այնտեղ էլ այդ հակադրվողներ ունեցա, ակադեմիկոսներ էին ինձ հակադրվում եւ այլն, բայց հանգուցյալ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը Էդվարդ Ջրբաշյանին եւ Հրանտ Թավրազյանին, որ իմ սիրելի ուսուցիչներն էին, հակադրվեց ասելով, եթե դուք էլ այնքան ուսումնասիրված լինեիք Երվանդ Օծյան, ինչքան դոկտորական կոչման հայցորդը, դուք էլ նույն կարծիքի կհանգեիք։ Ես էլ կարծեցի, թե Սերգեյ Սարինյանն ինձ է պաշտպանում, դու միասին նրանց հետ ուրիշ հաշիվներ ունի, ուրիշ խնդիրներ է բարձում նրանց հետ։ Բայց Երվանդ Օծյանը տեսեք ինչով է նշանավոր, ինչքանով է մեծ, ինչքան է ողջամիտ, ամենաողջամիտ քաղաքական գործիչը երևի, որի մասին թյուր տեղեկություններ են տարածում, թե իբր թե հարկադիր իսլամը ընդունել է ճիշտ է,
որովհետև Ալին Նուրի եթե չդառնար եւ ընկերն էլ Լևոն Մոզյանը չդառնար Ալի Նուրեդդին, երկուսն էլ կոչնչանային։ Այդպիսի հարկադրանքի տակ են եղել իսլամ ընդունելով, բայց եղել է Հալեպում մի ողջամիտ առաջադեմ թուրք պաշտոնյա, որ Թալյաթի հերագիրը կարդալուց հետո կանչել է Օձյանին, ասել է դու ես մեծ հեղինակություն, ինքդ համոզիր ձերոնց, որ այս տարածքի մեջ Կիրակոս, Մարտիրոս, Կարապետ, չգիտեմ ինչ չպիտի լինեն, այլ պիտի լինեն Ալի, Վալի եւ այլն եւ այլն։ Սակայն ասում է կրոնափոխությունը մեծ արարողություն է, որ ժամանակ կպահանջի։ Ոչ, ասում է, դուք ժամանակ ունիք մինչև ժամը 12-ը։ Օրը փոխվեցավ, դուք պիտի ոչնչանաք։ Պայմանը սա է եղել։ Բայց այդ Ալի Ֆիրուզան բեյ, մինչև հիմա հիշում եմ անունը, ասել է թե բարձ հասարակական բանափոխություն այդ եկա, կրոնափոխություն չէ։ Նորեն եկեղեցիներդ գնացեք, նորեն ձեր հավատը պաշտեցեք, նորեն հայ մնացեք, ձեր լեզվով խոսեք, բացապես անբանափոխություն մնա։ Եվ Օթյանն ասում է, թե երանի թե 5-րդ դարում է 451 թվականին հայերը այդպիսի մի համաձայնության գային պարսիկների հետ եւ կռիվ չանեին, ավարայի ճակատամարտ չստեղծեին։ Հիմա ինչու եմ այս փաստը հիշում, որտեղ տեսեք հլը Օթյանը ուրիշ ինչ կարևոր իրադրության մեջ ինչպես է կողմնորոշվել եւ գնահատել։ Արփիարյանը գալիս է Եգիպտոս, ինքը իրավունք է խնդրում Աշատավայրից, որ գնա ընկերոջը հանդիպի։ Շարաբասից գնացել է Կայրե, հանդիպել է Արփիարյանին, ասել է Արփիար, հայ ժողովուրդը պորոտախոս ճառասանների, տգետ քաղաքագետների պակասություն երբեք չէ ունեցած։ Մեր ազգին, մեր ժողովրդին Արփիար գրողն է, որ կպակսի, քաշմիր կուսակցական գործեն։ Պատասխանել է, թե ճիշտ ադոր համար հոս եկած եմ, որ հրաժարիմ կուսակցական գործեն։ Սակայն Օթյանն ասում է հաջորդ օրը իմացա, որ հնչագյան կուսակցությունը որոշած է Արփիարյանի հնամաշ վերարկուի փոխարեն նոր վերարկումը կնել, որովհետև ադիկա կուսակցությանը պատիվ չի պետք չէր վերեր, բայց կուսակցության սնդուկը այդքան դրամ չէ ունեցել, որ մի վերարկու կնի։ Զավեշտի տեսեք ինչ է։ Հաջորդ օրը ասում է տեսա ընկերս, բարեկամս փաթված, հեշտալիորեն փաթված իր նոր վերարկուի մեջ, մոտենալով մատնացույց արի վերարկուն եւսի Արփիար հիմիկ ու հիմիկ փրկեցին Հայաստանը։ Իսկ տարը ծիծաղոսավ ինչն եմ Երևանդ, ես քաշվիմ կուսակցական գործեն, տեղս խենթեր պիտի կան եւ փորձանք ու պատուհաս դառնան այս ժողովրդի գլխ։ Ձեր առակը ինչ կտ։ Ահա, առակը կարծում եմ հասկացողը հասկացավ։ Ես դեղատոմ սառաջարկող չեմ։ Ես ապրում եմ արդեն 10-ամյակ ապրել եմ, դրա համար եմ շնորհակալ։ Ունեմ անցյալ լավ գործունեություն, տասնամյակներ շարունակ Երևանի պետական համալսարանում հայ գրականություն եմ դասավանդել, իմ ռադիո հեռուստա ելույթներով մեր ժողովրդին մեր մշակութային արժեքներն եմ ներկայացրել, սերունդներ եմ դաստիարակել եւ վերջապես 20 տարուց ավել վարել եմ Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը, հիմա էլ այդ ամբիոնի պատվավոր վարիչ եմ եւ չգիտեմ ինչքան հնարավոր կլինի իմ գոյությունը երկրի վրա, ես նպատակադրված աշխատելու եմ այն բնագավառում, որը իմ կոչումն է, որը իմ նպատակադրումն է, գրել եմ գրքեր, հարյուրավոր հոդվածներ եմ տպագրել գիտական եւ հանրային մամուլում, գրքեր եմ հրատարակել, պատկերացրեք 10-ից ավելի մենագրություններ եւ մանավանդ մենագրություններ նվիրված գրականագետ Հարություն Սուրխացյանին, մենագրություն նվիրված Երվանդ Օթյանին, մենագրություն նվիրված Հովանես Շիրազին, հրատարակել եմ
գրական հանգրվաններ խորագրով ուսումնասիրությունների գրքեր, արդեն 5-րդ գիրքն եմ պատրաստել տպագրության, ամեն մարդ իր գործը պիտի անի, ես այստեղ եմ կարողանում իմ հնարավորությունները լավագույնս Հա, դրսևորել։ բայց ձեզ նաև անհանգստացում է, չէ՞, երկրի վիճակը, դուք մեկ անգամ չէ որ էմոցիոնալ գնահատականներ եք տվել եւ փաստարկված կրթական, այսպես ասած, բարեփոխումների մասին, ընդհանրապես այդ տեղի ունեցող իրադարձությունների մասին, ձեր նման մի քանիսը կան, պարոն Մուրադյան, դա խնդիրը, որ հսկայական մտավորական մի հանդրույթ ունենք, բայց ձեն ծպտուն չկա։ Կարծես իրանք համաձայն են, որ Արցախը Ադրբեջանը, համաձայն են, որ պետք է եկեղեցու վրա սենց ստորացուցիչ, սենց զազրելի արձակումներ լինի, համաձայն են, որ խորհրդանիշները պետք է մասիսը մոռանանք, չգիտեմ, ինչ-որ ազգագործան մի պատուհաս կա, Դուք էլ եք համաձայն դրան։ Չէ, իհարկե համաձայն չենք։ Ահա։ Չէ, բայց ես մտավորական չեմ, ես ունեմ իմ չափը, իմ Ով հանրային ասաց տիրույթը։ մտավորական չէ։ Ձեր գործունեությունը մտավորականի գործ է նախ եւ առաջ։ Բարի, բայց դուք մանկավարժ եք, դուք պրոֆեսոր եք, դուք դոկտոր եք, դուք սերունդներ եք կրթում, ի վերջո կան հանրային դեմքեր, ճանաչված դեմքեր, մի հսկայական զանգված, որոնք միայն նույնիսկ իրենց պոստերով, գրառումներով եւ այլներով կարող են ինչ-որ ալիք ստեղծել, ինչ-որ հավաքական կարծիք ձևավորել, բայց չկան։ Ինչու չկան։ Չգիտեմ։ Այդ իմացեք ինչու չկան։ Գիպնոսի տակ ենք, չգիտեմ ինչ է կատարվում։ Ինչու ԿԳՄՍ նախարարությունը ինձ չի կանչում դասագիր կազմելու։ Գոնե, հա? Առաջինը պիտի ձեզ կանչի։ Բայց ինձ չի կանչում է իմ տագետ ուսանողներին, ում գնահատական եմ դրել, որ մի կերպ հավասարան ավարտեն։ Հասկացաք։ Հիմա ջիվանու խոսքը հիշենք։ Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը հանբակներուն են թողած։ Ջիվանին էլ կաղ իշով քարավան մտած, բանաստեղծ է դարձել, խելքի հաշեց։ 1892 թվականին գրված այս անմահ ստեղծագործությունը այսօր էլ եք տեսնում։ Այսօր էլ կարող եք տեսնել դրա բոլոր տարածված մետաստազները ամենուր։ Կրթական համակարգում, դպրոցներում, չգիտեմ, մանկապարտեզում խնդիր կա։ Պարոն Մուրադյան, ընդհանրապես ինձ մեկ-մեկ թվում է, որ մենք քիչ ենք սիրում մեր երկիրը, մեր ազգը։ Մենք չենք ճանաչում ինքներս մեզ։ Մենք չենք ճանաչում խոսքերը, որ որտեղ հայ, այնտեղ վայ, որտեղ հաց, այնտեղ կաց, ինչ ասես, խելագար են, էլի։ Այն չքնաղ բաները թողած, այն պոեզիան, այն տիեզերական թռիչքները թումանյանական, տերյանական սերը։ Նայեք, դուք թումանյանական, տիեզերական թռիչքների մասին խոսում եք, բայց ինչու չեք խոսում այն մասին, որ այսօր Թումանյան հրապարակում են միայն անուշով եւ կարյակներով։ Ուր է Թումանյանի հայրենիքի սետը։ Թումանյանը անհայրենիք է սրանց նման։ Չքնաղ ստեղծագործություն։ Հայրենիքիս հետ այս են հանում մեզնից, մեր գիտակցությունը։ Ազգային հայրենիք։ Ազգային ազգ, հայրենիք, Հայաստան չկա։ Այդպես վարվում էր Սուլթան Համիդը, այդպես վարվում էր ռուսական ցարը, եւ այսօրվա իշխանավորների այս կեցվածքը իրենք չեն մարսելու։ Փոխվել են ու հավերժական չեն։ Իհարկե։ Ոչինչ ավերժ։ Կգան նոր սերունդ ավելի ողջամիտ, ավելի գրագետ, ավելի ազգային մտածողությամբ եւ կգործի բոլորովին այլ կերպ։ Ես կխնդրեմ ձեզ մի քիչ Չարենցյան ձեր հայտնագործություններից, պարոն Մուրադյան, եթե կարելի է, գոնե դրանով նաև սիրել։ Օրինակ ինձ համար հայկական պոեզիան ավելի ինձ թվում է բանաստեղծություն չի ես իմ անուշը, դա մի աղոթք է։ Ինձ թվում է, չգիտեմ, սահյանական պոեզիան դա մի հոգու ճիչ է։ Թումանյանի քարյակները Սևակ, Տերյան, Սիամանթոկա մեծարենցը տենց քսերը, տենց քնարերգություն չկա։ Այդ ձեր գնահատականը ճիշտ է, ընդունում եմ։ Եվ Չարենցի հարցը մի քիչ պետք է առանձնացվի, որովհետև մենք նախ եւ առաջ Չարենցի ամբողջ ստեղծագործությանը լիովին ծանոթ չենք։ Որտեւ շատ բան կորել է Չարենցի ձեռագրերից, իսկ շատ բան էլ ծուռը մեկնաբանվել, հարմարեցվել է խորհրդային գաղափարաբանությանը։ Գիտեք, ճշմարտությունն այն է, որ 50-ական թվականներին, երբ որ Չարենցին խորհրդային իրականության մեջ որպես գրողի նրա իրավունքների վերականգնման խնդիր կար, նրան ստիպված
ողջամտորեն մարդիկ ներկայացրեցին որպես հեղափոխության երգիչ, որպես Լենինի երգիչ, այդպիսով Չարենցը վերահաստատվեց 17 տարի արգելվելուց հետո հաստատվեց հայ իրականության մեջ։ Հետո աստիճանաբար կամաց Չարենցագիտությունը կարողացավ բացահայտել Չարենցի ստեղծագործության ազգային շերտերը, նրա ազգային մտածողությունը։ Պատկերացրեք, որ 1962 թվականին, եթե Հրանտ Թամարազյանը չգրեր իր խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույսի տակ ուսումնասիրությունը, այդպես էլ Չարենցը կմնար որպես միայն հեղափոխության երգիչ, միայն Լենինի երգիչ եւ հետագա Չարենցագիտությունը, մանավանդ Չարենցյան ընթերցումներ, գիտաժողովները, որ կազմակերպվում էին համալսարանում, հենց Հրանտ Թամարազյանի նախաձեռնությամբ եւ այդ միջոցառումներին մասնակցեց մեր ամբողջ գրական մտավորականությունը, լավագույն դեմքերը իրենց զեկուցումներով, իրենց ուսումնասիրություններով կարողացան բացահայտել Չարենցի ստեղծագործության նորանոր կողմեր։ Ձեր խոնարհ ծառանել դրանցից մեկն է եղել ժամանակին, այդ ժողովածուների կազմողներից, խմբագիրներից մեկը եւ այդ ժողովածուներում հոդվածներ տպագրած անձնավորություն։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ Գյումրիից վերադառնում ենք ես իմ ընկեր բարեկամ Վարդան Գոմցյանը, նրա մեքենայով, եւ իմ իրոք ընկեր եւ բարեկամ Դավիթ Կասպարյանը, եւ Վարդան Գոմցյանը մեզ առաջարկում է մտնել Դաշտադեմ գյուղ։ Մտնում ենք Դաշտադեմ գյուղ, ինքը ասում է ձեզ այստեղ բերել եմ ցույց տալու համար այս նշանավոր բերդը, ամրոցը։ Թալինի, ներքին Թալինի բերդը, որ կոչվել է Քաղենյաց կամ Քաղենիի ամրոց, կառուցվել է 11-րդ դարից սկսած, մինչև 20-րդ դար, պատկերացրեք այս բերդը անդադար կառուցվել է, վերակառուցվել է։ Եվ այդտեղ արդեն տեղադրված է եղել 2000-անոց թուրքական կայազոր, որովհետև Արևմտյան Հայաստանից գաղթած բռնագաղթի ենթարկված արևմտահայությունը 1918 թվականի մայիսի սկզբներին Արարատյան դաշտում կոչնչանար շոքից, համաճարակներից, սովից եւ ամեն ինչից, պատճառներ կային դրա համար։ Բայց եթե այն ժամանակներում խելամիտ մարդիկ որոշել էին գաղթականներին տեղավորել Արագածի լանջի գյուղերում, իսկ այդ գյուղերը արդեն ռուսական ցարի հրամանով բնակեցվել էին թուրքերով։ Այսօր այդ արևմտյան Ադրբեջան հասկացությունը, որ մեջ են գցում մեր ողերի մարևանները, դրա արդյունքն է։ Եվ թուրքական Թալին կոչվածն էլ դրանցից մեկն է։ Թուրքական Թալին կոչվածն էլ դրանցից մեկն է։ Յուրում, բերդում ամրակայված 2000-անոց կայազոր, որը շատ մեծ վտանգ էր ներկայացնում մայիսյան դեպքերից առաջ։ Պատկերացրեք, մայիսի 4-ին 5-ին գրավվել է այդ բերդը։ Բայց եթե չգրավվեր, Սարդարաբադի ճակատամարտի ժամանակ սրանք կարող էին թիկունքից խփել մերոնց։ Կամ Աբարանի ճակատամարտի ժամանակ գնալ միանալ իրենց զորաբանակներին, իրենց զորքերին։ Այսինքն մեր պարտությունը, մեր բնաջնջումը կանխորոշված էր, եթե չգրավվեր այդ բերդը։ Եվ այդ բերդի գրավմանը մենք կարևորություն չենք տվել։ Հիմա Չարենցը շատ լավ գիտի այդ պատմությունը։ Գիտի, բայց ինչպես ներկայացնի։ Հիմա եթե ես ձեզ ասեմ, որ մի որոշ շրջան Եղիշե Չարենցն ինքն էլ եղել է բարեխիղճ մոլորյալ։ Հանճար, բայց բարեխիղճ մոլորյալ։ Էությամբ ազնիվ, հայրենասեր, մտածում է նետվել բոլոր այն ոլորտները, այն թողոբոհերը, որտեղից հայրենիքին օգուտ կբերի ինքը։ Պատկերացրեք, Չարենցը գնացել է, դարձել է ռուսական հեղափոխության զինվոր, մասնակցել է քաղաքացիական կռիվներին, գրել է Սոմա եւ ամբողջները խելագարված պոեմները, հետո եկել գրել է իր ռադիոպոեմները, ամենապոեմը եւ այլն, ինչի համար, որովհետև համոզված էր, որ հոկտեմբերյան հեղափոխությունը իր ազնիվ գաղափարախոսությամբ
վերջ է տալու բռնությանը, ազատություն է բերելու բոլոր ճնշված ժողովուրդներին, այդ թվում նաև հայերին։ Այդ համոզումով էր Չարենցը գրում, ինչպես աշխարհի ճորտերին բոլոր, այնպես էլ գերի իմ հայրենիքին, երկինք մի մաքուր, արև մի բոսոր, լոկ հոկտեմբերյան հողմերը տվին։ Այսպես գրել է համոզվելով։ Նույնիսկ մեզանում միամիտ մարդիկ կան, գուցե ազնիվ մղումներով, ասում են Չարենցի ամբողջները խելագարված պոեմը պատկերում է Սարդարապետի հերոսաբարդը։ Տեր Աստված, չի կարելի այդքան ծայրահեղ լինել։ Հիմա Չարենցն ինքը 20-ական թվականներին այո, գովերքել է Լենինին, գովերքել է հեղափոխությունը, որովհետև ինքը հայտնված էր այդ բարեխիղճ մոլորյալ հանճարը, հայտնված էր մի իրավիճակում, որտեղ քիչ առաջ դուք խոսում եք ես իմ անուշ Հայաստանի աղոթքի եւ հրաշագործության մասին, չէ՞։ Ինչպես են անվանել ժամանակին այդ բանաստեղծությունը, ինչպես են որակել։ Ես գաղտնիք չեմ ասում, կար Նորայր Դաբաղյան անունով պրոլետ գրող, որ հետո դարձավ գիտնական, դարձավ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, մինչև անգամ Նորայր Դաբաղյան, արդարացումից հետո Եղիշե Չարենցի մասին 54 թվին դրական գիրք գրեց, ուզեց իրեն արդարացնել, բայց այդ նույն մարդը 1925 թվականին խորհրդային Հայաստան թերթում գրել է տեսեք ինչ, ես հիշում եմ բառացին, ով որ կասկածում է կարող է գնալ աղբյուրները ստուգել։ Գրել է Հարություն Սուրխատյանը, սա մի գրականագետ էր, որ մեծագույնն էր իր ժամանակին, եւ Թիֆլիսում հրատարակեց գրական գոհարներ խորագրով մեծ քրեստոմատյան հայ սերունդների համար, այդ քրեստոմատիայի մեջ ընդգրկել էր նաեւ ես իմ անուշ Հայաստանին ձեռագիր անդամ վերցնելով Չարենցից։ Նրանք ով կարծում են, թե իմ անուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում, թե բառն եմ սիրում, թող գնան վերցնեն կարդան գրական գոհարները 22 թվի, որ Չարենցի ձեռագրից է, այնտեղ գրված է բառը, կամ ով որ կասկածում է, թող նայի Դավիթ Կասպարյանի վերջին շրջանի իրոք հիմնավոր բացատրությունները, կտեսնի, որ ես ուրիշ բան ասեմ, Վալերի Սուտիրին կար, Ծագումով հրյա էությամբ ռուս գրականագետ քննադատ։ Այդ Սուտիրինը գրել է գիրք Օչերկի Զակավկասկայ պրոլետարսկայ լիտերատուրի եւ Հայաստանի գրականության մասին տեղեկությունները վերցրել է անձամբ Չարենցից։ Չարենցն ինքը իր ես իմ անուշ Հայաստանին ռուսերեն բառացի թարգմանել է, որ Սուտիրին օգտագործի իր գրքում։ Եվ Չարենցի թարգմանության մեջ կարդում ենք. Я солнце вкусную сладкую слову Армении моей люблю. Сладкое слово. Չարենցը բառը չէր գրի, կգրել պլոդ ենթադրենք, բայց գրել է слово։ Հիմա ինչ է արել այս Դաբաղյանը, որին հիշեցի քիչ առաջ։ Նա էլ հիշողության արժանի է իր սերնդակիցների նման, այս իմաստով։ Եթե հիշում ենք, այստեղ մենք իրագործում ենք Զաբել Եսայանի պատգամը, որովհետև երբ 35-36 թվականներին Չարենցի դեմ նրա հակառակորդները, բացայտ թշնամիները, տգետ թշնամիները հարձակումներ էին գործում, Զաբել Եսայանը գրողների միությունում իր ելույթում ասել է, թե ապագա սերունդները ձեզ կհիշեն միայն Չարենցի առիթով ձեր այս պահվածքով։ Եթե դուք մնաք պատմության մեջ, միայն այդպես կմնաք։ Այդպես էլ եղավ։ Այդպես էլ եղել է իհարկե։ Ես էլ հաստատում եմ Զաբել Եսայանի պատգամի իրողությունը, որ կենսագործվում է դա։ Այս Դաբաղյանը գրել է, թե Հարություն Սուրխատյանը իր գրական գոհարներում
կոմունիստական դրոշակի կարմիր կտորով փաթաթում եւ որպես գրական կոնտրաբանդա է անցկացնում Չարենցի նացիոնալիստական հակահեղափոխական գրվածքը Ես իմ անուշ Հայաստանին Օհո 1925 թիվ Ինչ աներ Չարենցը Գրում էր հայրենիքի մասին անմիջապես նեղադրում էին նացիոնալիզմի մեջ Գրում էր ժողովրդի պատմական հիշողության մասին արժանանում էր ուրիշ գնահատականների, ուրիշ վերաբերմունքների։ Բակունցը գրում էր ժողովրդի ճակատագրի մասին շատ խոր պատմվածքներ, ինչպես օրինակ Ծիրանի փողը։ Նրան ուրիշ կերպ էին մեկնաբանում։ Աղասի Խանջանին սպանել է Բերյան Թիֆլիսում, այստեղ Նայիրի Զայանը գրում է, թե Բակունցի կրակոց էր հայ ժողովրդի ճակատին, նա իրեն չի գնդակարել, բեր ժողովրդին է գնդակարել, պատրված է Բակունցի շապիկը և նա երևում է իր օծային քստմնելի մերկությամբ, սա է Նայիրի Զարյանը, հասկացանք Երկու տարբեր Զարյաններ, մեկը ֆենոմենալ, մյուսը, չգիտեմ, խայտառակություն Այո, այդպիսին է, և կարծել են, թե այս ճշմարտությունը չի բացահայտվելու Կարծել են, թե չի բաց, բայց հիմա մենք տեսնում ենք, չէ ով է, ինչ է, ոչինչ գաղտնիք չի մնում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Մուրադյան, ժամանակը մեզ շատ է նեղում։ Ինձ հետաքրքիր է այդ ձեր ամենասիրելի բանաստեղծությունը։ Կապ չունի հայ գրականության մեջ։ Ես կդժվարանամ այդպես ընտրություն կատարել։ Բնական է, որ Նարեկը բոլորից մեծ սրբությունն է։ Ես պատահական չէ, որ կարող եմ Նարեկացու պոեմը մտաբերել ամբողջությամբ։ Իրոք։ Այո, այդպես ես կարող եմ մտաբերել Աբովյանի Վերք Հայաստանին։ Կարող եմ մտաբերել Պատկանյանի որոշ բանաստեղծություններ։ Այդպես ես կարող եմ մտաբերել Շիրազի հայոց դանթեականը պոեմը ամբողջությամբ։ Կարող եմ մտաբերել իմ կազմած գրքերում Շիրազի նոր տպագրած բանաստեղծությունների շատերը։ Եվ սա ինձ համար դժվար է։ Ես կարող եմ Սիամանթո արտասանել ծայրից ծայր։ Կարող եմ հիշել Վարուժանի ստեղծագործությունը։ Կարող եմ հիշել Պարուր Սևակի ստեղծագործությունը, Համոսայանի ստեղծագործությունը։ Որը ավելի կենսունակ է այսօրվա մեր դեպքերին, գուցե դա կամ մեկ-երկուսը։ Մեկը կարող եմ ասել մանավանդ, որ օրը այնպիսին է եւ օրվա խորհուրդը ներառված է այս բանաստեղծության մեջ։ Այս մի բանաստեղծությունը հիշեցնեմ եւ ձեզ եւ հեռուստադիտողին։ Մայրս ասում էր միշտ սուրբ կաց որդիս, վերևից նայում հսկում է Աստված։ Ախ, այսինչ դարու հասանք, որ չորսդիս իր ստեղծածից սոսկում է Աստված։ Ցածում ելնում են օրոցքի հովտից, իրար են գրկում ցածում մարդացած, մեկ-մեկու համար մեռնում են վշտից, երկնքից նայում ժպտում է Աստված։ Ցածում անմեղին մեղավորն հաղթում, ահից պաշտվում է սատանան ատված, ցածում ծաղկունքն էլ իրար են խեղդում, եթերից նայում տխրում է Աստված։ Ցածում բախվում են օրոցք ու շիրիմ, ցածում կյանք ու մահ իրար շաղախված, բախվում են հավերժ հաշտ ու ոխերին, անհայտից հսկում սգում է Աստված։ Շնորհակալ եմ։ Շքեղ է ասված։ Այո։
Ես Ով է հեղինակը։ սա Հովհաննես Շիրազն է։ Ես կարող եմ հիշեցնել նաև բանաստեղծություն արժևորելու Շիրազյան մի կարևոր չափանիշ, որ էլի ինքս եմ տպագրել անտիպեջեր հատորներից մեկում, վերջին հատորներից մեկում։ Ամեցեք։ Օ հայոց հանճարն երբեք չի հանգել։ Բոլոր դարերը հերթի են կանգնել, որ գան ու անցնեն մեծ նարեկացու հոնքերի հսկա կամարի տակով, որպես բեղերի տակով Աստծու, որ անմահացավ ինքն էլ նարեկով։ Քեզ Այո, մտածեք, ինչու չի տպագրվել։ անծանոթ են ինձ անկե։ Այո, եւ ժողովրդին անծանոթ է։ Եվ անծանոթ է նաև Չարենցի խմբապետ Շավարշը։ Ես վերջերս գրել եմ մոտ 70 էջանոց մի ուսումնասիրություն, որի մի հատված տպագրել է վերջերս գրական թերթը, իմ 80-ամյակին նվիրված էջում, Կարինե Խոդիկյանը ողջամտորեն համառոտել էր, որտեղ այդ 70 էջը թերթում չէր կարող տպել, բայց ընտրել էր մի կարևոր հատված եւ ձեր հարցինի պատասխան ես պիտի ասեմ Չարենցն ինչու գրեց խմբապետ Շավարշը ինչու գրեց 28 թվականի վերջին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինչու մինչեւ 28 թվականի հունվար ամիսը չէր գրում որովհետեւ քիչ առաջ ես ասացի չէ բարեխիղճ մոլորյալ էր 28 թվականի կներեք 28 թվականի հունվարին նա գրել է իմ ընկեր Լիպոն պոեմը։ Իմ ընկեր Լիպոն, որը պատկերում է Ղամարլուի ճակատամարտում զոհված կոմունիստ ընկեր Լիպոյին։ Ինքը Չարենցն էլ պատկերացրել կոմունիստների կողմից կրվել է իրենց պետականությունը վերականգնելու ելած հայ ժողովրդի մյուս զավակների դեմ։ Համոզված կոմունիստական գաղափարների իրավացիության։ Կարող էին իրար դեմ դիմաց դուրս գալ մի կողմից ինքը Չարենցը, մյուս կողմից հակառակ կողմից նրա դեմ դուրս եկած խմբապետ Շավարշ Բասենցյանը։ Երկուսը դեմ դիմաց Ղամարլուի ճակատամարտում։ Բայց Չարենցը 28 թվականի հունվարին փառաբանում է իր ընկեր զոհված Լիպոյին։ Եվ Քաջարի այդ զինկոմին փառաբանում է տասելով հայ ժողովրդի անմահների շարքը։ Ինքը Չարենցը։ Բայց ամիսներ հետո արդեն շատ բան է անցել, շատ ջրեր են հոսել։ Ափսոսում եմ, որ մենք ժամանակ եւ հնարավորություն չունենք Չարենցի կյանքի այդ բարեշրջությունը, էվոլյուցիան ներկայացնելու 20-ական։ Դա առանձին խոստանում եմ մենք անդրադառնանք։ Կանդրադառնանք։ Ինչու գնաց արտասահման, այս կարևոր բան է, նայեք։ Ինչու Չարենցին գործողեցին արտասահման։ Արդյոք նրա համար, որ նա գնա արտասահմանում շատ բան տեսնի եւ շատ բան գրի միայն, թե ուրիշ նպատակ կար։ Կար Երևանում գծված հստակ նպատակ։ Չարենցը պիտի Վենետիկում հանդիպեր Ավետիք Իսահակյանին։ Չարենցը պիտի Հռոմում հանդիպեր Վահան Նավասարդյանին։ Չարենցը պիտի Փարիզում հանդիպեր Ավետի Սահարոնյանին։ Այս հանդիպումների համար էին Չարենցին գործում, որ գնա նրանց համոզի խորհրդային իշխանությունների դեմ մեղմացնեն իրենց հոդվածների վերաբերմունքը։ Հարգարժան պրոֆեսոր, ո՞րն է ելքը այսօրվա իրականությունից, ինչ անել, որ դուրս գալ, հակիրճ։ Ինչ անել։ Ամենայն դեպս ես չեմ կարծում, թե մեր եկեղեցու վրա հարձակվելով կարող ենք հայրենիքը բրգել։ Մանավանդ որ գիտեք ինչ, եկեղեցին ուրիշ արժեք է եւ սրբություն, պիղծ հոգևորականը ուրիշ երևույթ է։ Իհարկե։ Կարող են ասենք անպարկեշտ հոգևորականների, դավաճան հոգևորների դեմ արշավ կարող են անել, ոչ ոք դրան դեմ չի, բայց Չէ, բայց պիղծ քաղաքական գործիչները չեն կարող անել։ այո, այդտեղ համամիտ եմ դες, պիղծ քաղաքական գործիչները այդ իրավունք չունեն անելու։ Մի ուրիշ բան կա, մենք աշճանաբար պիտի ողջամտություն ձեռք բերենք։ Եվ քաղաքական ղեկավարությունը պիտի ավելի ողջամիտ լինի։ Եվ կարողանա մեզ համար ստեղծված արտակարգ բարդ իրադրության մեջ ճիշտ կողմնորոշվել։ Իսկ այս իրադրությունը իրենք են ստեղծել։ Գոնե հիմա ճիշտ կողմնորոշվել։
եւ ողջամտության կոչեն ժողովրդի քաղաքական ուժերին, այն ուժերին, ովքեր հիմա տեսնում ենք, չէ՞ ինչ են։ Տեսնում ենք շատ բան են։ Ազգային ժողովը ինչ վճիռներ է կայացրել որոշ գործիչների նկատմամբ։ Այդ գործիչները փոխանակ հայրենիքի պաշտպանության մասին մտածելու իրենց առանձնատներով են զբաղված եղել, իրենց բիզնեսով են զբաղված եղել, իրենց ուրիշ բաներով են, իրենց ոչ ժողովրդի, ոչ պետականության։ Հա, բայց 7 տարի է որ ասում ամեն ինչներ իրենց ձեռն էլ թող նստածնեին։ Հիմա եկել է հասել է եզրագծին նոր են հիշել։ Իրանց համար այնտեղ խաղաղություն են մուրում, ստեղ գործի չեն նստածնում թալանջի։ Խաղաղությունը մուրալով չէ։ Էն էլ Թուրքին։ Խաղաղությունը ձեռք են բերում, խաղաղությունը ձեռք են բերում ուժով եւ դժբախտաբար ամենազոր խաղաղությունն էլ ունի զինավար բանակի կարիք։ Չարենցն է, չէ՞ ասել, չէ, Իսահակյանն է ներողություն որ ասել է, երբ Հիսուս ասաց սիրիր թշնամուդ, այդժամ թուրքերը չկային աշխարհում։ Այո։ Թուրքերը դեռ չկային։ Դեռ չկային, հա։ Դեռ չկային։ Համախմբումը մեզ կփրկի Չարենցյան էլի sense միասնականության կոչը։ Չարենցյան համախմբումը հիմա համախմբումը ներողություն։ Ովքեր պիտի համախմբեն։ Համախումբ պիտի լինեն բոլորը։ Սփյուռք, եկեղեցի, գործարար մի։ Այո, այ դրանց ողջամիտ միասնությունն է մեր փրկությունը։ Դրանց ողջամիտ խելացի միասնությունն է։ Եկեղեցին պետք է առաջնորդի, պարոն Մուրադյան։ Եկեղեցին թող իր դերը կատարի։ Թող լինի հավատի սպասավոր։ Եկեղեցու դերը դա է։ Իսկ մենք բոլորս, բոլոր հավատացյալ հայերս, եկեղեցին համարում ենք մեզ համար սրբություն, մի կողմ թողնելով սրբապետ հոգևորականներին։ Դա ուրիշ խնդիր է բոլորը։ Հիմա եկեղեցի պետություն հարաբերությունը էլի ողջամիտ պիտի լինի։ Երբեք եկեղեցին չպիտի դեմ դուրս գա իր պետությունը, իր պետականությանն։ Սրա մասին է խոսքը։ Իսկ երբ եկեղեցականը զբաղվում է քաղաքականությամբ, ապա ով պիտի հավատի գործը կատարի։ Այն ժողովրդական խոսքը կա, չէ՞, Երանի չէր ամեն մարդ իր բանին կենար։ Հա, ճիշտ է, բայց պետական ինստիտուտներն էլ Երանի թե իրենց գործն անեին, էլի։ Երանի անեին։ Ոչ թե տգիտության արշավը նորաձևության տակ անցկացնեին, կրթական համակարգը խեղաթյուրեին, ապականեին։ Ես կրթական համակարգի մասին 5 տարի առաջ պատահական մի հեռուստաելույթ եմ ունեցել, որ ունեցել է 2.600.000 դիտալսող։ Ես այն ժամանակ ասել եմ, այն ինչ հիմա է կատարվում։ Հիմա էլ եթե ես կրկնեմ իմ նախկին ասածները, նոր բան ավելացրած չեմ լինի։ Եվ բայց այնուամենայնիվ հնչել է խոսք։ Դուք որևէ գործ հարգելի պետական այրեր պիտի վստահեք մասնագետին։ Այդ բնագավառի լավագույն մասնագետին։ Եվ ոչ թե հանձնարարեք, որ գիրք գրեն, դպրոցական դասագիրք գրեն մարդիկ, ովքեր իմ սաներն են եղել, իմ աշակերտներն են եղել, որոնց դեմ այսօր ես նույնիսկ խոսում եմ ընկերներիս հետ, ասում եմ, լսեք, դուք գրել եք դասագիրք, որից համված է Ռաֆին։ Դուք գրել եք դասագիրք, որտեղ Թումանյանին ներկայացնում եք միայն անուշ պոեմով եւ քարյակներով։ Բայց դուք չեք մտածում ձեր ապագայի եւ ձեր հեղինակության մասին։ Ապակա սերունդները որ գան, Թումանյանին կարծան ասեն, «Էս թողած ինչ եք էս բերել»։ Ինչ պիտի պատասխանեք։ Այս տեսակ հարցերը շատ են։ Դա ինձ թվում է առանձին պիտի մենք մի հաղորդում նվիրենք գրականությանը, կրթությանը եւ ընդհանրապես այդ մշակութային խնդիրներին։ Ուրիշ խնդիր է, ուրիշ թեմա է։ Ուրիշ առանցքի շուրջ է զրույցներ ունենալու։ Պարոն Մուրադյան, ժամից ավելի զրուցում ենք, բայց հաղորդման ձևաչափը ենթադրում է վերջում մի քանի բլից հարց։ Ինք ձեզ ավելի լավ բացահայտելու, հա, շատ տարողունակ են հարցերը, բայց պիտի խնդրեմ ամփոփ ու հակերճ։ Եվ այսպես, ինչ է ձեզ համար հայրենիքը։ Ինձ համար հայրենիքը իմ էությունն է։ Իմ պատմությունն է, իմ հողատարածքներն են, իմ մշակույթն է եւ իմ լեզուն։ Եվ Իսահակյանի խոսքը պիտի կրկնեմ, հայոց լեզուն հայի հայրենիքն է։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ 10 տարի անց
Եթե ես 10 տարի ապրեմ, կտեսնեմ իմ ուզած հայրենիքը։ Գիտեք, ձեր հարցերը միշտ հիշեցնում են Երևան Դոթյանի մի հարցազրույց, որ 1914 թվականին տվել է Շանթ Կիսամսյա պարբերականի խմբագիր Բերուժան Պարսամյանին։ Ասել է, ինչպիսի Երևան Դոթյան կուզեիք տեսնել ապագայում։ Մարդը պատասխանել է. սրբագրված Երևան Դոթյանը, սրբագրված։ Հարցրել է, որ երաժշտությունը շատ կսիրեք, ան որ նվազ աղմուկ կհանե։ Եվ վերջապես, էլի շատ բաներ, ձեր մյուս հարցը ինչ է։ Համ Տվեք։ Հայաստանի ղեկավարը դուք եք, առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Հայաստանի ղեկավարը ես պիտի եղած լինեի 18 թվականին։ Հիմա ես չեմ ուզենա լինել Հայաստանի ղեկավար։ Հետո, գիտեք, կյանքը ունի իր բաժանումները։ Ես երկրի ղեկավար լինելու համար չեմ ծնված։ Իմ եւ մյուսների տարբերությունն այն է, որ ես շատ լավ գիտեմ, հասկանում եմ ինձ ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Իսկ ոմանց թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է։ Ու կարող են։ Ու կարող են։ Դրա համար ենք այս վիճակում հայտնվել։ Հետո կյանքը մասնագիտությունների բաժանում է կատարում։ Ինձ առանձնացրել է այս բնագավառի համար։ Մյուսներին սահմանել է ուրիշ բնագավառներ։ Մենք էլ ընտրել ենք, իհարկե ես չեմ ընտրել, ես ընտրողների մեջ չկամ։ Ընտրված ժողովուրդն ընտրել է մարդու, որ իր ճակատագիրը, իր երկրի, իր պետության ճակատագիրը տնօրինի, դա նրա գործն է, նրա իրավասությունն է, իմը չէ։ Ես չեմ կարող նրա փոխարեն մտածումներ անել, դատողություններ անել։ Լավ, հաջորդ հարցը հենց այս շատ հետաքրքիր է, որ գիրքը մարդն իր կյանքում անպայման պետք է կարդա։ Ըստ ձեզ։ Ես կուզենայի, որ դու գրքերը տարբեր բովանդակություն ունեն, կան գիտական գրքեր, գեղարվեստական գրքեր, վավերական գրքեր։ Ես կուզենայի, որ հատկապես քպեական պատգամավորները կարդացած լինեին Երևան Դոթյանի անիծյալ տարիները։ Լավ, էլի, պարոն Մուրադյան, հավանական բաներ ասեք են։ Չէ, բայց դա անհավանական չէ։ Եթե այդ մարդիկ իրենց գրագետ են համարում, թող մի հատ կարդան, տեսնեն ինչ է գրել Երևան Դոթյանն իբրև ականատես, այն ժամանակ թող մտածեն, ցեղասպանությունը կասկածելի է, թե չէ։ Իրենից ոչ մեկ չի ասել, որ իրենք գրագետ են համարում։ Այդ ինչ Այդ դեպքում վերամբարձ բաներ եք ասում։ Թող մնային իրենց սահմանների շրջանակներում։ Դուրս չգային։ Իրենց բերել են, իրենք սկի տեղյակ չեն ոնց են դարել պատգամավոր։ Դրա համար էլ դուք շատ բարձր կարծիք ունեք, այտենց։ Չէ։ Ես նրանցից ոչ մարդկա իրան պայուսակա համարում, ռուսապարկ ինչի։ Ես նրանցից ոչ մեկին ոչ ընդունում եմ, ոչ էլ գնահատում եմ, ոչ էլ որևէ մեկի հետ կամ բոլորի հետ միասին որևէ հույս չեմ կապում։ Բայց ցավոք սրտի իրենք դեռ որոշում են, օրենքներ են ընդունում ու մենք ձեզ հետ միասին ապրում ենք այդ օրենքներով։ Այո։ Բայց ամեն ինչ իր ժամանակին, հա։ Ամեն ինչ իր ժամանակին եւ չլինի այնպես, որ միայն միշտ ու միայն դահիճն է որոշում զոհի ճակատագիրը։ Այդ զոհը պիտի ստապվի, պիտի ցնցվի, պիտի արթնանա, պիտի իր հայ լինելը գիտակցի, իր մարդկային ազգային արժանապատվությունը պիտի ճանաչի, պիտի իմանա, թե ինքը ումից է իրեն կախում, ում հետևից է գրում եւ ումից ինչ է սպասում։ Որն է Սամվել Մուրադյանի համար երջանիկ լինելու բանաձևը։ Ամեն մարդ երջանկության իր պատկերացումն ունի։ Ես կարծեմ այդ մասին արդեն արտահայտվել եմ, բայց եթե ուզում եք թեկուզ կրկնությամբ ասեմ, որ ինձ համար երջանկություն կլիներ ապահով անվտանգ հայրենիքը, հզոր պետականությունը, որ իմ երկրի ղեկավարը չգնա ստորանա սրա նրա առաջ եւ Հայաստանը, հայությունը իր սփյուռքով հանդերձ լիվի միասնական իր հայոց լեզվով
իր մշակույթով հանդերձ կարողանա հայության պատմական առաքելությունը իրագործել իր ողջության օրոք։ Ինչ որ կարողանա։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Ես Շիրազի պատասխանը կա դրա համար սկսում եմ նրանից, թե տեսնեի Աստծուն մի օր նրան մի բան կասեի։ Ինչու այսքան կարճ ես արել կյանքից ճամփան կասեի։ Բայց եթե Աստծուն տեսնեի, պահանջներ շատ կան։ Դրանք համենայն դեպս անձնական չեն։ Դրանք անձնական չեն։ Գիտեք ինչ, մարդը, որ դասիրակվել է մեծարենցյան բանաձևով, դուր ինձի Տեր ուրախությունն անանձնական։ Զանգակներու նման կախեմ ամեն դրան, արևի պես բաշխեմ ամեն հորիզոնի, ու չլա որ ուրիշներու ողբ ու կական խեղտել ուզեմ ջրվեժին մեջ դափից ձայնին։ Դուր ինձի Տեր ուրախությունն անանձնական։ Եվ վերջին հարցս ինչից եք ամենից շատ վախենում։ Հասել եմ այն տարիքին, որ այլևս ոչինչ չեմ վախենում։ Մեկ։ Երկրորդը վախենում եմ գիրք չկարդացող ու չկարդացած մարդկանցից։ Այսինքն այն ինքնաբավ մարդկանցից, որոնք կարծում են ամենազոր են, իրենց ժամանակավոր անցողիկ կյանքը գերադասում են հավիտենական ժողովրդի հավերժական ճանապարհից։ Մարդիկ կան, կարծում են, թե Արարատն անցողիկ է, իրենք հավերժական, Հայաստանն անցողիկ է, իրենք հավերժական։ Լուսահոգի հայրս կասեր միջակություններից վախեցիր տղա ջան։ Դե միջակությունները, իմ ասածները ոչ միայն միջակություններ են, այլև ավելի ցածր են եւ ավելի վտանգավոր։ Հարգարժան պրոֆեսոր, շնորհակալություն։